Պաշտամունքային կոթող, ծիսական լանդշաֆտ, առեղծվածային ու խորհրդանշական կառույց, թե պարզապես հնագույն բնակավայր։ Հնագետներն այստեղ ամեն օր նոր բացահայտումներ են կատարում։ Բացված պատմական շերտերն ու հայտնաբերված գտածոները դեռևս լուրջ ուսումնասիրության կարիք ունեն, բայց արդեն իսկ պարզ է, որ գործ ունենք բացառիկ հայտնագործության հետ։ Բաց երկնքի տակ Խանջյան գյուղի ծիսապաշտամունքային համալիրն է։ Հայաստանի Արմավիրի մարզի մարզկենտրոնը Արմավիրից 7 կիլոմետր հյուսիս-արևմտյան ուղղությամբ է գտնվում Խանջյան գյուղը, որին հարակից տարածքում հյուսիսային ուղղությամբ էլ պեղումների ընթացքում հայտնաբերվել է ծիսապաշտամունքային մի ամբողջ համալիր։ Այն հայտնաբերվել է 2022 թվականին իմ եւ իմ գործընկեր Գագիկ Սարգսյանի հետ միասին ենք հայտնաբերել եւ այստեղ ուսումնասիրություններ ենք կատարում, նորահայտ աշտարակներ ենք հավաստում։ Այդ աշխատանքների շրջանակում նաև այս բլուրը նկատեցինք եւ անմիջապես վերգետնյա նյութի ուսումնասիրության պարզ դարձավ, որ գործ ունենք մի հետաքրքիր համալիրի հետ, որը մինչ այդ բացակայում էր ինչպես հուշարձանների տարբեր ցանկերից, այնպես էլ մեր գործընկերների տեղեկատվական շտեմարաններից։ Հաջորդ տարի արդեն գերմանական կողմի հետ Ռուբեն Դավթյանի եւ Սիմոնե Արնոլդի հետ հիմնադրեցինք Խանջյանի հնագիտական նախագիծը եւ նույն տարում սկսեցինք պեղումներ։ Այս տարի նույն խումբը վերսկսեց այստեղ պեղումները։ Բլուրը գտնվում է անմիջապես Արակացի հարավ-արևմտյան ստորոտներին, այն մոտավորապես 912 մետր ծովի մակերևույթից բարձր կոնաձև բլուր է, որը բնականաբար ենթարկվել է մշակութացման, ունի 110 մետր չափեր, բարձրությունը գետնից մոտ 20 մետր է, այնքան էլ ինքը բարձր չէ եւ տիպիկ է Արարատյան դաշտի բնակավայրերին եւ հնագույն հուշարձաններին, անմիջապես գտնվում է Արմավիր եւ Արկիշտիխինիլի քաղաքների հյուսիսային մասում, ելնելով բլուրի ստրատեգիական իր գրաված դիրքից, պարզ է դառնում, որ այն ուղղակիորեն վերահսկել է եւ կարեւոր դերակատարում է ունեցել Արարատյան դաշտի այս հատվածում մինչեւ դեպի Ախուրյան եւ Արաքս գետերը։ Հիմա մենք գտնվում ենք հնավայրի անմիջապես հարավային մասում, այն մասում, որտեղ տեղադրված է շքամուտքը, պայմանականորեն անվանենք շքամուտ։ Այստեղ երկու կողմից շրջապարիսպները գալիս են, ավարտվում են հսկայական զանգվածեղ աշտարակներով, որոնք որ ունեն 7-ից մինչև 8 մետր չափեր, պատկերացնում եք ինչքան խոշոր աշտարակներ են եղել հոծ եւ ինչքան բարձր կարող են եղած լինեն եւ իրենց մեջ մոտ 7-ից 8 մետր բացված կա, որը իր մուտքն է, բայց մուտքը դրված է շատ հնարամտորեն, որպեսզի անմիջապես ուղիղ մտնողը չկարողանալ տեղ հասնել, այլ ինքը հանդիպում էր հաջորդ աշտարակին, որը մի քիչ ներս ընկած էր, որով հնարավոր չէ լինի այստեղ մարդկանց մեծ քանակություն մտնել, այսինքն տողանով պետք է մտնեին, որը նաև անվտանգության խնդիր էր լուծում։ Փորձենք մեր շքամուտքով մտնել այս համալիրը եւ առաջին հերթին հենց մի աշտարակը անցնելուց հետո մեր առջև մյուս աշտարակի հիմքն է անվտանգության, ինչու՞ չէ նաև շքեղության, երբ դու անցնում ես երկու զանգվածեղ խոշոր պատերի արանքով։ Յուրաքանչյուր համալիրը ճիշտ հասկանալու համար առաջնահերթ է կոմունիկացիոն համակարգերի ուսումնասիրությունը, ճանապարհներ, մուտքեր եւ այլ կարեւոր ճարտարապետատեխնիկական մանրամասներ։ Եվ այս շքամուտքը իր աշտարակներով բացառիկ կարեւոր նշանակություն ունի նախ հասկանալու շրջապարիսպի պարսպապատման խնդիրը եւ երկրորդը հասկանալու այն հոծ է եղել, հոծ չի եղել եւ իր նշանակությամբ ուղղակի եղել է այսպես խորհրդանշական թե նաև շատ խիստ պաշտպանական մաս է իր մեջ ունեցել։ Շրջապարիսպից ներս դեպի գագաթը բլուրը
պատված է մշակված, ձև տված դարավանդներով, յուրաքանչյուր դարավանդն ունի իր պարսպագիծը, եւ այդ դարավանդների վրա դրված են եղել մոնումենտալ ինչ-որ շինություններ, որոնցից մնացել են այսպիսի խոշոր զանգվածեղ քարերով հիմքերը։ Այս շենքերի միջից հավանաբար արդեն մուտքերով, նեղլիկ անցումներով բարձրանում է ճանապարհը, տանում էր դեպի գագաթը, որտեղ եղել է այս համալիրի գլխավոր գաղափարական ավարտը։ Նմանատիպ շենքեր գրեթե մոտ 10 օրինակ ունենք ամբողջ շրջագծով Բլուրի, որոնք որ միայն կարող ենք իրենց նշանակության մասին վերջնական իմանալ պեղումներից հետո։ Մոտենում ենք մեր պեղավայրին, որը տեղադրված է գագաթին։ Սա պեղավայր համար 1-ն է։ Այժմ ունենք 3 պեղավայրեր, երկուսը տեղադրված են տարբեր դարավանդներին, եւ ամենագլխավորը սա է, պեղավայր համար 1, որտեղ բացվել է այս աշտարակը։ Անմիջապես գագաթին նշմարվում էր մի ուղղանկյունաձև շենքի հետագիծ, լրիվությամբ չէր երևում իր հատակագիծը, ինչի որովհետև հետագիծը ընդհատվում էր, երևում էին այս քարերից ընդամենը նրանց գագաթնային մասերը, որոնք որ դուրս էին մնացել հողից եւ սակավ բուսական շերտից։ Մեր նպատակն էր այստեղ գտնել գլխավոր կառույցը, աշտարակը, մեր պեղավայրը երբ որ դրվեց այստեղ, պեղվելուց հետո արդեն բացվեցին հոց այս աշտարակը, որը որ բացառիկ կարևոր նշանակություն ունի առհասարակ նմանատիպ շինություններն ուսումնասիրելու համար, նախ որ ուղղանկյունաձև աշտարակ չի պեղվել եւ երկրորդը որ ներսույթ չունեցող կառույց է, այսինքն հոց է, ամբողջությամբ լցված է քարերով, քարերը ամրացված են կավի եւ հողի ինչ-որ լուծույթով, այսինքն նախնական շաղախի փորձ է կատարվել։ Կառույցը ունի 8-7 մետր չափեր, ներկայումս պահպանվել է հարավային հատվածում մինչև 2 եւ ավելի մետր չափերով, թափված քարերը, որոնք որ իր կողքին էին, որոնք հեռացվեցին բավականին դժվարությամբ, խոսում է նրա ավելի բարձր լինելու մասին, գուցե 4-5 մետր բարձրությամբ հսկայական մի աշտարակ է եղել սա, հյուսիս-հարավ ուղղվածությամբ, ամբողջությամբ դիտելի իր շրջակայքի համար, բնականաբար ավելի շատ ուղղված դեպի հարավ, արևմուտք, որտեղ որ տեսանելիությունը բաց է, որտեղ որ արարատյան դաշտն է ծավալվում, իսկ այս հատվածում թիկունքում իր թողնում է Արաքածի վերջացող լեռնազանգվածի հարավ-արևմտյան հատվածները, որոնք նույնպես պատված են ամեն մի բլուրը հերթական աշտարակատիպ կառույցներով, այս աշտարակը նախորդ տարին պեղվելուց ասվել էր, որ բավականին նեղ հատված էր մնացել աշտարակի եւ հողաշերտի միջև, եւ այս տարի մենք ընդլայնեցինք։ Նախորդ տարի ամենակարևոր ձեռքբերումը այն էր, որ աշտարակի շուրջ մեծ կարասների բեկորներ էին գտնվում, որոնք որ ծածկված էին հրտեված մոխրաշերտով, ուղեկցվում էին փայտածուխի տարբեր տեսակի կտորներով, նույնիսկ ճյուղեր, տարբեր փայտի գուցե առարկաների կամ օգտագործած արդեն մշակված փետի մնացորդներ։ Նախնական աշխատանքային վարկածը այն էր, որ աշտարակը չունի աստիճանավանդակ, այրված փայտի մնացորդների համար եկանք այն ենթադրության, որ գուցե սա տախտակամածն է, որով որ բարձրացել են աշտարակի վրա, գուցե հարձակումից հետո կամ չգիտեմ ինչ է տեղի ունեցել այս մարդկանց հետ եւ այդ աստիճանավանդակը այրվել է եւ ամբողջությամբ վերջին ծեսը կամ վերջին օրերը այս մարդկանց ծածկել հզոր մոխրաշերտով, որը որ ասեմ հնագիտության համար շատ բացառիկ կարևոր ինֆորմատիվ է եւ Գերմանիայում ուսումնասիրությունից հետո եկավ որ այդ ածխածնային շերտը, վերջին շերտը փաստորեն վերաբերում է Քրիստոսից առաջ 3-ից առաջին դարերին, մեր գտած կարասները, որոնք որ ավելի վաղ են, գուցե 6-4 դարերի են, հետևաբար սա նշանակում է, որ այստեղ կյանքը մոտավորապես 3-4 դար ակտիվ գոյություն է ունեցել, այնուհետև ավարտվել է այդ մոխրաշերտով, բլուրը հետակա մշակութային շերտեր չի գոյացել վրան, միջնադարյան շերտ չկա ուր շրջանի գյուղական շերտ, որ ապականած լինի մեր
բուն հնավայրի շերտերը, որոնք որ վերաբերում են 6-ից 3-րդ դարերին Քրիստոսից առաջ։ Հարավային մասում փաստորեն բացվեց մի հատված, որտեղ որ քարերը մի քիչ թույլ էին եւ շուռ եկան, ինչը մեզ թույլ տվեց հասկանալու աշտարակի ճարտարապետատեխնիկական մանրամաս կապակցվող նյութի հետ կապված, այն հողով եւ կավով այդ լուծույթով փորձել են կապել այս քարերը եւ միևնույն ժամանակ հենց այս հարավային մասում քարերի կարերը իրար հետ չեն բռնում, ինչը նշանակում է, որ ժամանակի ընթացքում անընդհատ փորձել են վերականգնել, վերանորոգել աշտարակը, ամրակայել, բացվել են քարից սալահատակ, սալահատակի վրա բացվել է ամբողջական երկու կարասների մնացորդներ, կարասները անմիջապես դրված են քարերով հարմարեցված հենարանի վրա, ինչը խոսում է, որ կարասները իրենց տեղում են եղել եւ կապված են ինչ-որ ծեսի հետ, որ այստեղ այդ վերջին օրերից հետո անմիջապես ծածկվել է հողի եւ քարի լիցքով, կարասները պարունակություն են ունեցել եւ այդ պարունակությունը տեսնում եք սպիտակ նստվածքը չորացել եւ մնացել է, մենք այդ մնացորդները նույնպես նմուշարել ենք, որպեսզի հասկանանք, թե ինչ պարունակություն ունի։ Կարասները դրված են ժայռին եւ շարքի մեջ են, համանաբար ինչ-որ մի փոքրիկ սենյակատիպ բան է եղել, ցավոք շատ է խաթարված եւ պետք է ասեմ, որ յուրաքանչյուր կողմում կան նույնպես նմանատիպ կարասներ։ Կարասային իրավիճակի հաջորդ հատվածը գտնվում է արևմտյան մասում, այդտեղ բավականաչափ վատ վիճակ է այն առումով, որ տեղում կոտրվել եւ ցրվել է կարասները գուցե, տեղում պահպանվել են տարբեր տեսակի թասերի, բաժակների մնացորդներ նույնպես, որոնք որ գտնվում են այդ մոխրաշերտի հետ մեկտեղ, այստեղ մենք կարող ենք տեսնել փայտածուխների մնացորդները, ստացվում է սենդվիչաձև մեր մշակութային շերտը, որը որ գրեթե տեղ-տեղ հասնում է մինչև 90 սանտիմետր եւ ավելին, ինքը սենդվիչաձև մնացել է այդ մոխրաշերտի եւ թափված քարերի ու լիցքի միջև։ Աշտարակի կարասային համալիրներից իհարկե ամենանշանակալին այս պահին գտնվում է հյուսիսային մասում, որը շատ պատահականորեն բացվեց։ Այն ծածկված էր խոշոր քարերի մեջ, որը որ վերևից հիշեցնում էր պատ կամ ինչ-որ փլվածք։ Այնուհետև երբ որ մենք սկսեցինք հեռացնել այդ փլվածքը, պարզվեց, որ ինքը այսպես բոլորաձև հիմքով մի շարքի մեջ եւ անմիջապես հենց շարքի մեջ դրված խոշոր գնդաձև իրանով տեղում պահպանված հերթական կարասն է, որը որ այժմ մաքրվում է, որից պետք է վերցվի իր պարունակությունը հետագա ուսումնասիրության համար, աշտարակի շուրջ բոլորը եղած բոլոր կարասները իրենց ձևով տարբեր են։ Աշտարակի հյուսիսային մասում մեկ դարավանդ ներքև անմիջապես շրջապարիսպին կպած բացվել է սրահ, որը որ մենք ենթադրում ենք, որ պետք է լինի Սյունազար դահլիճը։ Երբ 2022 թվականին հայտնաբերեցինք այս հնավայրը, այս բլուրը, այստեղ հողաշերտից հանված, տեղահանված ընկած էր հիմնախարիսխ։
Ենթադրեցինք, որ հիմնախարիսխը պատահական այստեղ չի կարող լինել եւ այն պետք է լինի Սյունազար դահլիճի մի բաղադրատարը եւ որոշեցինք, որ Սյունազար դահլիճը պետք է լինի հենց այդ հատվածում, որտեղ որ տեղաշարժված ընկած էր։ Այս տարվա պեղումներով բացվեց նաեւ երկրորդ հիմնախարիսխը, որը որ ցավոք սրտի նույնպես տեղաշարժված է, բայց ենթադրելի է, որ երկու հիմնախարիսխներն էլ պատկանում են նույն սրահին եւ մենք ճիշտ տեղում ենք փնտրում Սյունազարդ դահլիճը։ Մեծ պոտենցիալ ունեցող հուշարձան է, մուշ, սյուներով սրահը շատ հետաքրքիր ճարտարապետություն ունի, խարիսխները վկայում են, որ ինքը եղել է ոչ հասարակ մարդու կացարան։ Սյուները մի կողմի վրա իրենք հարթեցված են, ամենայն հավանականությամբ պատին կծված սյուներ են եղել, սյուներով ուժեղացվել է պատը։ Ունենք հաստ պատեր, որոնք լրացված են ներսում ավելի բարակ պատերով, ավելի նուրբ պատերով, ու պատերի արտաքին շերտերը խոշոր քարերով են իրականացված, բայց դե սա ընդամենը բացված է միջին մասը տարածքում մեծ քանակությամբ կառույցներ են ուրվագծվում, այս աշտարակը պսակում է ամբողջ համալիրը, բայց ինքը իրանով մեծ համալիր է ամրոցային։ Հիմա ոնց որ մեր մոտ նշանակություն է տրվում այդ ամրոցաշինությանը որպես պետականության խորհրդանիշ, սա այդ բացը գալիս է լրացնելու, այսինքն ամրոցը չի կարող առանց իշխանության, առանց պետության լինի, սա գյուղացու տուն չի, հասարակ մարդու տուն չի, շարքային ճարտարապետություն չի։ Դրանով ինքը շատ հետաքրքիր է։ Առաջի անգամ ես հուշարձանում, հանրապես չէի տեսել, բայց հենց ամրոց բարձրանալիս ուրարտական խեցու բեկոր ձեռքս ընկավ։ Այստեղ ունենք մի քանի մշակութային շերտեր եւ այն ինչ որ շատ հապճեպ նայեցի հենց նոր այս աշտարակաձև անկյուն կառույցին կից որոշ կառույցներ դրանք ավելի ուշ են, միանշանակ։ Եվ ավելի ուշ հավանաբար 6-րդ դար, 5-րդ դար, բայց մի կարևոր հանգամանք էլ կար, բարձրանում ենք այդ ամբողջ ճանապարհին։ Մի երկու տեղ դամբարաններ աչքովս ընկան։ Մի քիչ վնասված են, բայց հաստատ դամբարաններ են։ Այսինքն բնակավայրի մասին է խոսքը, բավական լավ բնակավայրի, որը տևական ժամանակ օգտագործվել է եւ դամբարաններ են կառուցել։ Լավ ուսումնասիրման կարիք ունի։ Ինչն է ինձ հուշում, որ նաև մենք ուրարտական շերտ, Վանի թագավորությանը վերաբերող շերտ կարող ենք ունենալ, որովհետև երբ բարձրանում է երկու կողմից կոնտրֆորսներ տեսա, որնահեցեր տեսա, ինչպես հայերեն են ասում, որոնք շատ տարածված էին հատկապես Վանի թագավորության շրջանում եւ մենք հատուկ էին արվում, որպեսզի պարիսպները ամուր լինեն, բայց մի բան է կարևոր։ Եթե Հայաստանը թանգարան է բաց երկնք, դեռ բոլորս էլ թանգարանի աշխատողներն ենք ու բոլորս էլ պարտավոր ենք այդ հուշարձաններին ծառայել միայն եւ միայն։ Պեղումների ընթացքում բացված հողի շերտերը գրքի պես էջ առ էջ բացահայտում են մեր պատմության հետաքրքիր դրվագներ։ Այդպես էլ այստեղ գտածոների թվում պարկուճներ են, որոնք թվագրվում են 19-20-րդ դարերով, եւ դրանց առկայությունն այստեղ մեր երկրի հերոսական պատմության կարևոր էջերից մեկի վավերագրումն է։ Երբ որ հայերը կենտրոնացել են, արդեն կարողացել են ամրապնդվել Սարդարապատ կայարանում, ինչի անունով էլ նաև այս ճակատամարտն է, թուրքերը նահանջելով իմիգվա ներկայիս Միասնիկյան գյուղի տարածք, որտեղ եղել է Արաքս կայարանը, այնտեղ են ամրապնդվել եւ ռազմական տեղահանույթային այդ քարտեզներում 440 եւ 449 բլուրների մոտ է տեղի ունեցել այդ վճռական ճակատամարտը, որով որոշվել է ելքը վճռվել է Սարդարապատի ճակատամարտի եւ հայերը հաղթել են։ Այս հուշարձանը յուրահատուկ հուշարձան է, Երևանի Դաշատ քաղաքում եղել է Արմավիրի բնակատեղից հետո երկրորդ մայրաքաղաքը, այստեղ կլինի նստավայր իմ կարծիքով, սա համալիրային սիստեմ է լինելու, յուրահատուկ հուշարձան է լինելու, շատ գեղեցիկ է լինելու եւ Լևոն Մկրտչյանի ղեկավարությամբ աշխատում ենք իրեն օգնել բոլոր կազմակերպչական հարցերով, տարիների ընթացքում պեղել ողջ տարածքը, այս ամբողջ տարածքը տեղեր կան, որ քարանձավներ կան նույնպես, սա պատմական բնակավայր է, համալիր է, սա պետք է ամբողջությամբ պեղվի ֆինանսների պայմաններում, սա հիանալի արդյունք կտա եւ հիանալի պատմական բնակավայր կլինի։
փոքր ժամանակ այս բոլոր բլուրներում վազվզել ենք, խաղացել ենք, բայց նման հետաքրքրություն չի եղել, դե երեխա ենք եղել։ Հիմա, որ այս հայտնագործությունը եղել է մեր գյուղում, դա հրաշալի է։ Ես այս տարի միացել եմ խմբին եւ շատ հետաքրքիր արդյունքներ ենք ունեցել։ Լևոն Մկրտչյանը այս տեղավայրը, այս համալիրը հայտնաբերելուց հետո մեզ հրավիրեց այդտեղ աշխատանքի օգնելու։ Նկատում ենք, որ այդտեղ մեծ համալիր է, կարող է քաղաք լինի։ Ես առաջին անգամն եմ պեղումներին մասնակցում ու շատ հետաքրքիր է ու շատ հավեսով։ Պեղումները շարունակելու, դրանք ընդլայնելու ու հսկայածավալ աշխատանք իրականացնելու համար իհարկե միջոցներ են անհրաժեշտ, ֆինանսներ, մարդկային ներուժ, բայց ամենակարևորը այս բացահայտումից առաջացած ու պահպանվող ոգևորությունն է, որը կարող է աշխարհին ներկայացնել զարմանալի մի վայր, անցյալի խորքերը գնալու, հնագույն կենցաղվարության ու կյանքի պայմանները հասկանալու հնարավորությամբ ու շատ մոտ ապագայում ճշգրիտ մոտեցման ու կառավարման դեպքում այստեղ կարող ենք ունենալ զբոսաշրջային այցելությունների նոր ու հետաքրքիր կանգառ։ Բաց երկնքի տակ Խանջյան գյուղի ծիսապաշտամունքային համալիրներ։